Որն է թշնամու քթի տակ ապրող մարդկանց գլխավոր ցանկությունը։ Մեկ բան, որ բոլորը առաջինն են ասում։ Երաշխավորված խաղաղություն։ Ուժեղ Հայաստանում երաշխավորված խաղաղություն էլ կլինի, բարեկեցություն էլ, վստահեցնում են Սյունիքի դարպաս այցելած Սամվել Կարապետյանի ղեկավարած Ուժեղ Հայաստանի անդամները։ Սիսիանն ամենագործազուրկ շրջաններից է, այստեղ գործարաններ, աշխատատեղեր են լինելու, որ մարդիկ մնան ու շենացնեն քաղաքը, դռներն ամուր կողպելով թշնամու առաջ։ Մենք տեսնելով Սիսիանի գյուղերի վիճակը, մինչև այդ Եղեգնաձորի գյուղերի վիճակը, մեր մեջ ուժեղացել է ավելի են պնդումը, որ պետքա փոխենք մեր երկիրը, պետքա ուժեղացնենք մեր երկիրը։ Սիսիանում վարելահողերի կեսից ավելին այսօր չի մշակվում, արոտավայրերի մեծ մասը չի օգտագործվում։ Ուժեղ Հայաստանում պետությունն օգնելու է, որ չմշակվող 1 սանտիմետր հող անգամ չմնա։ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը ունենալու է անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։ Ուժեղ տնտեսությունն ու ամուր անվտանգությունը միայն խոստումներ չեն, հստակ ծրագրեր են ճանապարհային կոնկրետ քարտեզներով։ Ուժեղ Հայաստանի անդամները վստահեցնում են, փոփոխությունները գալու են մեծ ու հստակ քայլերով։ Օրջինակ ընտրատեղամաս, հիշեք, որ ձեր ձեռքում է փոփոխության պնելի։ Մեր քվյաթերթիկի համարը 3-ն է, 3-ը փոփոխության թիվն է, 3-ը ուժի թիվն է, 3-ը հաղթանակի թիվն է։ Այն ապօրինությունները, այն քաղաքական հետապնդումները, այն չարությունը, մարդասիրության ճգնաժամը, որ կա, պետք է անցնի։ Հերիք եղավ։ Մեր մեջ ատելություն իրար նկատմամբ չպետք է լինի։ Հայաստանի օրվա իշխանությունը պնդում է խաղաղություն է բերել, Արցախը հայկական չէ, բայց Սյունիքն այլևս անվտանգ է, ասում են։ Մարդիկ իշխանասարին են նայում, թշնամին մի քանի կիլոմետր այն կողմ է, սա է խաղաղությունը, հարցնում են։ Երկիրը խաղաղեղնի, սահմանները կայունին են, այս ադրբեջանցիք, որ գրավածները սարիկախին են, հեռանան։ Նայեք իշխանասարին, լրիվ զիջել ենք, էլ տեղ չունենք։ Եթե Հայաստանի կառավարությունը ասում է, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ուրեմն Արցախ զորակոչված ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները քրեական հետապնդման կարան ենթարկվել, որպես օտար երկրում զորակոչ անցած զինված խումբ։ Վտանգ կա, ահա զանգում ենք մենք, որ նա արդեն 300,000 ադրբեջանցիներ է ուզում բերել Հայաստան, կատարելով ադրբեջանցիների Իլհամ Ալիևի հերթական պահանջները։ Ինչ ենք մենք ասում դրան։ Ոչ։ Բայց ի հակադրություն այդ դավաճանի, ի հակադրություն այդ հայրենիքի գողի, ի հակադրություն այդ շարլատանի, մենք ունենք ազգային բարերար։ Հարոզարշավային օրը Սիսիանում ամփոփվում է բարձր տրամադրությամբ, 2 պարով։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։